Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին քարտեզի վրա մենք կվերլուծենք եւ կտեսնենք, թե ինչպիսի իրավիճակ է այս պահին ուկրաինական ճակատում։ Ընդհանուր առումով պետք է ասեմ, որ իրավիճակը մնում է բարդ, եւ մենք ձեր հետ ամիսներ առաջ նաեւ վերլուծել էինք իհարկե իրավիճակը, տեսել ենք, թե ինչպիսի փոփոխություններ կային, ցավոք այդ ուղղությամբ է հենց զարգանում, ինչպես մենք ձեր հետ միասին վերլուծել էինք եւ արեք սկսենք ուրեմն ամենահյուսիսից, հյուսիսում որևէ փոփոխություններ չկան, Բրյանսկի շրջանի ուղղությամբ, միայն այս փոքրիկ հատվածն է, որը տեսնում եք, Ռուսաստանը օկուպացված ունի, բայց որևէ նշանակություն չունի, հարյուրավոր մետրի մասին է խոսքը իրականում։ Սումի հատվածում հիշում եք, որ ուկրաինացիք ունեին ներխուժում Սուջայի հատվածը եւ կարելի ասել ամբողջությամբ գրավել էին, ռուսները կարողացան այստեղ ոչ միայն ուկրաինցիքին հետ մղել Սուջայի հատվածից եւ տեսնում եք, որ Սուջայում հիմա ուկրաինական զինված ուժեր չկան, այլ հակառակը կարողացան մի փոքր խորանալ այս տարածքում եւ ներխուժել արդեն ուկրաինական տարածք, ինչը մոտավորապես 10 կիլոմետր է սահմանից եւ տենում եք ճանապարհի մասն են վերահսկում, այստեղ մեծ բնակավայր չկա, անտառային գոտիներ են մեծ առումով, լուրջ նշանակություն սա չունի, բայց ընդհանուր առումով իհարկե բացասական է։ Ճոտկինայի ուղղությունով տեսնում եք, որ կապույտով նշված է այն տարածքը, որտեղ որ ուրեմն ուկրաինական զինված ուժերն են մտած Ռուսաստանի տարածք եւ այստեղ մի փոքր հատված ընդհանուր առումով հնարավոր է, որ Ճոտկինան նաեւ ուկրաինացի գրավեն, եթե դրա որոշումը կայացվի, մոտավորապես այսպիսի իրավիճակ է Սումիի հատվածում։ Եթե գալիս ենք էլ ավելի հարավ, արդեն Խարկիվի հատվածում, ապա տեսնում ենք, որ այստեղ մեծ փոփոխություններ չկան, այս փոքր հատվածը Ժուրավլովկան ուկրաինցիք պայում են, իսկ ռուսները չեն կարողացել խորանալ որևէ տեղ բացի Վովչանսկից, ուրեմն տենում եք, որ քաղաք Վովչանսկը, որը մի մաս ունեն այստեղ գրաված, միայն այս հատվածը հիմա մի փոքր ավելի խորացել են եւ կես քաղաքը կարելի ասել վերահսկում են, բայց ավելի խորը չեն կարողացել շարժվել։ Շատ ավելի բարդ է իրավիճակը իրականում այս հատվածում, մի փոքր այստեղ սահմանի հատվածում են խորացել, բայց ամենագլխավորը դա Կուպյանսկն է։ Կուպյանսկը դուք տեսնում եք, որ այստեղ նշված է քաղաքի հյուսիսային մասը եւ այստեղ հարավային մասն է քաղաքի։ Փաստացի Կուպյանսկը ռուսական զինված ուժերը կարողացել են նորից վերցնել վերահսկողության տակ, ինչը լրջագույն խնդիրն է, բայց Կուպյանսկում մարտերը շարունակվում են եւ Կուպյանսկի ուղղությունը, տեսնում եք, մնում է կարևորագույն հատված ճակատի ռուս-ուկրաինական, ուստի Կուպյանսկը դա մեկ կարևոր հատվածն է խնդրի, այս հատվածում մի քիչ ավելի հարավ մենք տեսնում ենք, որ Բելագորովկան իրան կարողացան ռուսները գրավել եւ մինչեւ Սևերսկ շատ քիչ առաջընթաց են ունեցել իրականում, չեն կարողանում այստեղ խորանալ, ուկրաինական ուժերը այստեղ պահում են դիրքերը շատ էֆեկտիվ։ Էլ ավելի հարավում, գիտեք, որ երկար ժամանակ է Բախմուտի համար էին մարտերը, եւ հետո երկար ժամանակ մարտերը արդեն անցել էին Չասև Յարի ուղղությամբ։ Չասև Յարը փաստացի ռուսները կարողացան գրավել, բայց հսկայական զոհերով, ինչպես նաև Բախմուտը հենց հսկայական զոհերով։ Հիմա մնում է Կոնստանտինովկան, Կոնստանտինովկանը դառը գլխավոր կետը, տենում եք լավ պաշտպանված է այս պահին, եւ միայն այս փոքրիկ հատվածում են կարողացել ներխուժել հենց բնակավայր, այս ուրեմն հարավային հատվածում քաղաքի, բայց ընդհանուր առումով Կոնստանտինովկայի ճակատը լավ պահված է։ Ամենաբարդ իրավիճակը Պոկրովսկում է։ Պոկրովսկը տենում եք, որ օրերս վերջնական գրավեցին ռուսները եւ տենում եք, որ Պոկրովսկը ամբողջությամբ անցել է արդեն ռուսական վերահսկողության տակ, Միրովգրադն է մնացել, Միրովգրադը պայում է ճակատը, բայց տենում եք, որ իրանք ռուսների սիրած կալցոն են այստեղ կազմակերպել եւ եթե Միրովգրադից հետ չքաշվեն ուկրաինական զորքերը, ապա լրջագույն խնդիր կարա լինի, որովհետեւ կարա այս հատվածում ճանապարհը ուղակի փակվել եւ Միրովգրադը հայտնվի ամբողջությամբ շրջափակման մեջ։ Ուստի ես կարծում եմ օրերս մենք կտեսնենք Միրովգրադից ուկրաինական զինված ուժերի հետ քաշում, դա արդեն փորձված ճանապարհ է ուկրաինացիքի համար եւ արդեն նոր ճակատով այս հատվածում շարունակել պաշտպանվել ռուսական հարձակումներից։ Էլ ավելի դեպի հարավ, ընդհանուր առումով ռուսները այստեղ լուրջ առաջընթաց չեն կարողացել ապահովել եւ եթե մենք նայենք
խոսքին երկարատև առաջընթացը, որը իրանք ունեն, Ուգլեդարից է այդ առաջընթացը, մոտավորապես 50 կիլոմետրանոց առաջընթաց է տարբեր ուղղություններով, բայց դա երկարաժամկետ տարիների ընթացքում առաջընթացի մասն ենք մենք խոսում։ Ռուսները կամաց-կամաց շարունակում են խորանալ Ուկրաինայի տարածքում, իրականում Գուլայպոլեն տենում եք, որ ուկրաինական զինված ուժերը կարողանում են պահել, բայց այն, որ այստեղ ճակատը Վիլիկի Նովոսելկայի ուղղությունով ուրեմն լքել են ուկրաինական զորքերը, հետ են քաշվել, Գուլայպոլեի համար նաև խնդիր է ստեղծել, որովհետև ռուսները օրակարգում ունեն փաստացի գրավել Գուլայպոլեն եւ շարժվել արդեն դեպի Զապորոժիա։ Ընդհանուր առումով, եթե գնանք ավելի հարավ, ապա Խերսոնի ուղղությունով ուկրաինացիք հստակ պահում են Խերսոնը եւ այս հատվածում որևէ առաջընթաց չկա։ Ընդհանուր առումով, եթե քարտեզին նայում ենք, ապա հասկանալի է, որ իրավիճակը ծանր է, բայց շատ ծանր չէ, որովհետև ակնհայտ էր, որ ռուսները կարողանալու են փոքրիկ առաջընթացներ ունենալ մի քանի ուղղությունով, հարցը նրանում է, ինչքանով ուկրաինական զորքերը կարողանալու են լրջագույն հակահարվածային գործողություններ վարել, պաշտպանվել այս մի քանի ուղղությունով եւ որտեղ են լինելու նոր կետերը ուկրաինական պետության պաշտպանվելու, որովհետեւ փաստացի միջև Կիև եւ Կիևի գրավելու մասին կամ նույնիսկ Չեռնիգովի Սումիի որևէ խոսք չկա, այստեղ նույնիսկ Խարկովի ուղղությունով ռուսների ռեսուրսները հերիք չեն անում, որ կարողանան որևէ լուրջ գործողություն վարի։ Հարցը նրանում է, որ Լուգանսկի շրջանը ամբողջությամբ են ռուսները կարելի ասել վերցրել, բայց բացի այս փոքրիկ հատվածից այստեղ տեսնում եք, բայց Դոնեցկի շրջանը, խոսքին Կրամատորսկը եւ Սլովյանսկը իրանք չեն կարողացել վեկալել եւ միևնույն ժամանակ Զապորոժիայի շրջանի գրավելու մասին խոսք էլ չի գնում, որովհետեւ Զապորոժիա քաղաքը այնքան մեծ է, որ այստեղ ռուսները դեռ մոտիկել չեն, բայց եթե հասնեն գրավելը փաստացի անհնար կլինի իմ պատկերացումով, ինչպես Խարկովի գրավելն էր անհնար, իսկ ինչ վերաբերվում է այս հատվածին, ուրեմն Դնեպրապետրովսկի շրջանին, ապա այստեղ էլ Պավլոգրադն է գլխավոր կետը։ Կարծում եմ, որ եթե այսպես շարունակվի, ապա մենք ունենանք նոր կետեր գլխավոր ռազմական գործողությունների, դա դեպի քաղաք Զապորոժիան է, դեպի Պավլոգրադը, Կրամատորսկ-Սլովյանսկի ուղղությունը եւ այստեղ Խարկովի ուղղությունը։ Այս գլխավոր կետերը, որ այսպես նշենք, այս գլխավոր կետերը, հարգելի այրանկիցներ, պայում են ճակատը, գլխավոր այդ քաղաքները եւ ամբողջությամբ կարելի ասել այսպիսի գիծ է ձևավորվում, 400 կիլոմետրանոց գիծ է ձևավորվում, որը պետք է երկարաժամկետ պահի ռուսական հարձակումները եւ փաստացի անհնար դարձնի իրականում Ռուսաստանի որևէ առաջընթաց եւ խնդիրներ ստեղծելը բուն ուկրաինական պետությանը, որը շատ ավելի մեծ է, քան այս հատվածը եւ որը կարա երկարաժամկետ նաեւ իր գործընթացները ունենալ ինչպես Ռուսաստանի տարածքների խորքում հարվածներով եւ դրա մասին մենք բազում անգամ նաեւ տեսել ենք այդ օրինակները, այդպես էլ առհասարակ ուկրաինացիք կարող են կազմակերպել որևէ լուրջ հակահարված, հակահարձակում, դա կարա լինի իմ պատկերացումով իհարկե ամենահետաքրքիր եւ կարեւոր ուղղությունը դա հարավային ուղղությունն է, բայց նաեւ օրակարգում կարա լինի Լուգանսկի այս հյուսիսային հատվածը, որը հեշտությամբ է գրավել, փոքրիկ հատվածներում հակահարվածներ ուկրաինացիք նաեւ կարող են կազմակերպել, դա կախված կլինի զինված ուժերի հնարավորություններից եւ քանակից, առհասարակ գիտենք, որ հաջորդ տարվա ընթացքում ուկրաինացիք ունենալու են շատ մեծ ռազմական բյուջե, մոտավորապես 120 միլիարդ դոլար։ Այս տարվա բյուջեն ընդհանուր առումով 60 միլիարդ դոլար էր եւ փաստացի խոսք է գնում երկու անգամ ավելի մեծ ռազմական բյուջեի մասին, որը պետք է հնարավորություն ստեղծի, որ այդ պաշտպանողական ուղղությունը պահվի, որը մենք նոր ձեր հետ միասին նշեցինք, բացի դրանից կարծում եմ, որ բարդություն չի լինի ուկրաինացիքի համար, որ վերականգնեն Սումիի, Խարկովի ուղղությունով այդ փոքրիկ հատվածները, ամենագլխավորը Խերսոնը, Միկոլաևը եւ Օդեսան ապահովված է եւ հարավի անվտանգությունը կա, կարծում եմ հիմա պետք է գլխավոր ուղղությամբ աշխատեն Զապորոժիա, Պավլոգրադ, Կրամատորսկ, Սլովյանսկ, Խարկովի ուղղությունը ամրապնդելուն եւ այստեղ պատրաստելուն որևէ լուրջ ռազմական գործողություններ։
Այսքանով ամփոփում է ուկրաինական ճակատում վերլուծությունը լուրջ փոփոխությունների դեպքում մենք իհարկե ձեր հետ միասին անպայման կանդրադառնանք Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։